Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Անցած շաբաթ տեղի ունեցած ամենից կարևոր իրադարձություններից մեկը անշուշտ 4 հայ գերիների վերադարձն էր Բաքվից, բայց մինչ այդ Վաշինգտոնում Հայաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ հայտարարություն ստորագրեցին թրիփի ուղու վերաբերյալ։ Տարածաշրջանում ճանապարհները վերագործարկելու Հայաստանի եւ հարևանների միջև համատեղ շահեր ստեղծելու գործընթացը եւս մեկ քայլ արեց։ Իսկ արդյոք գերիների վերադարձը կապված էր նաեւ սրա հետ։ Հյուրընկալել ենք Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, բարև ձեզ, պարոն Ռուբինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տեսեք, պարզ է, որ Հայաստանը շահագրգռված է գերիների վերադարձմամբ, բայց թե ինչու Ադրբեջանը որոշեց հիմա 4 հայ գերիներին վերադարձնել Երևան, կարծես պարզ չէ։ Ինչու եմ այս հարցը տալիս, որպեսզի հանրությունը եւս հասկանա, թե ինչ պետք է լինի, որպեսզի Բաքվում գտնվող մեր մյուս գերիներին եւս տեսնենք ազատության մեջ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ընդհանրապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած գերիների հարցը մշտապես եղել է, այսպես ասենք, քաղաքական շահարկումների առարկա։ Միշտ ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է բավարար ջանքեր չգործադրելու մեջ, բայց մյուս կողմից էլ փաստ է, որ հենց այդ կետից սկսած հարյուրավոր գերիներ են վերադարձվել։ Եվ մի քանի անգամ է արդեն եղել, որ X պահին ընդդիմությունը էլի իշխանությանը մեղադրել է, որ դուք ոչինչ չեք անում գերիների վերադարձի համար, նույնիսկ ավելի հեռուն են գնացել, ասել են դուք հատուկ գնում եք, ասում եք գերիները հանկարծ չգան, այսինքն աբսուրդի են արդեն հասցրել, եւ դրանից մի քանի օր անց գերիների հերթական խումբն է գալիս։ Հիմա էլ դա տեղի է ունեցել։ Իսկ ամեն անգամ նոր պայմանավորվածության արդյունք է դա։ Ինչ որ դեպքերում պայմանավորվածության արդյունք է եղել, ինչ որ դեպքերում ընդհանուր մթնոլորտի բարելավման արդյունք է եղել, ինչ որ դեպքերում միջնորդների ջանքերով է դա տեղի ունեցել հատկապես սկզբնական փուլում, բայց մի բան ակնհայտ է, որքան փոքրանում է լարվածությունը տարածաշրջանում եւ որքան մեծանում է խաղաղության կամ ուժեղանում է խաղաղության ճարտարապետությունը, այնքան հավանականությունը, որ կնճռոտ խնդիրները կլուծվեն, մեծանում է, շատ պարզ է, այսինքն օրինակ ամիսներ առաջ կամ օրեր առաջ, երբ որ քննարկվում էր Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը, հնչում էին այսպիսի փաստարկներ, մեր գերիները Բաքվում ոնց է կարելի գնել ադրբեջանական բենզին, բայց այդ քննադատողները, որոնք գուցե եւ ամենայն հավանականությամբ իրենց մեծ մասը կամ մի մասը անկեղծորեն էին այդ հուզմունքն արտահայտում, չեն հասկանում, որ իրականում տնտեսական փոխգործակցության արդյունքում հավանականությունը գերիների վերադարձի մեծանում է։ Շատ պարզ։ Տեսեք, այսպիսի կարծիք։ Եվ սա էլ դրա ապացույցներից մեկն էր իհարկե, 4 գերիների վերադարձը, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մնացած 19-ն էլ օր առաջ վերադառնան։ Այսպիսի կարծիք կա, որ Վաշինգտոնում տեղի ունեցածը, ես նկատի ունեմ համատեղ հայտարարության ստորագրումը Միրզոյանի եւ Ռուբիոյի միջև կապ ուներ սրա հետ, որովհետեւ ներկայում Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի նախ եւ առաջ հետաքրքիր է ցամաքային ուղու գործարկումը դեպի Նախիջևան, Թուրքիա, այս ուղղությամբ տեղաշարժ գրանցվեց եւ խնդրեմ գերիների հարցում հերթական ուղիղ կապ չուներ, եթե նկատի ունեք, որ փաստաթուղթն հրապարակվեց եւ դրա պատճառով գերիներ ազատ արձակվեցին, ուղիղ կապ չկա, բայց կրկնում եմ, կապ կա այն բանի միջև, որ օգոստոսի 8-ից հաստատվել է խաղաղություն եւ դրական տեղաշարժեր են տեղի ունեցել եւ բնականաբար գերիների վերադարձի միջև կապ կա, ասեցի ինչ կապ, որ այսինքն որքան լարվածությունը թուլանում է, այնքան գերիների վերադարձի հավանականությունը մեծանում է։ Ասում եք աշխատանքները բնականաբար շարունակվում են, այդ ուղղությամբ նորություններ երբ սպասենք, ինչ եք կարծում։ Մենք մեր մշտական պատասխանը այս հարցին այն է, որ նորությունները լինեն կիմանաք, այսինքն կիմանաք, երբ որ լինեն նորություններ։ Ինչպես նկատել եք, այս գերիների այս խմբի գալուց առաջ էլ ոչինչ չէինք ասել, ոչ էլ նախորդ խմբի գալուց առաջ էինք ասել։ Պարոն Ռուբինյան, անդրադառնանք թրիփի շուրջ զարգացումներին, ձեր քննադատները ասում են թրիփի Վաշինգտոնյան այս հայտարարության մեջ, որ օրերս հրապարակվեց, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի իր խոսքում նշված է, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ ճանապարհ
Հայաստանի տարածքով, նույնը չկա Հայաստանի համար։ Պետք է այստեղ նշել, որ ինչ է հրապարակվել Արադ Միրզոյանի եւ իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպման արդյունքներով։ Հրապարակվել է հայտարարություն Թրամփի ուղու, որը գտնվում է Հայաստանի տարածքում, գործարկման սկզբունքների վերաբերյալ։ Չի հրապարակվել հայ-ադրբեջանական փաստաթուղթ։ Հրապարակվել է փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանին եւ ԱՄՆ-ին, որովհետեւ իրագործվելու է հայ-ամերիկյան տնտեսական պրոյեկտ։ Այդ փաստաթուղթում որևէ բան չկա Ադրբեջանի տարածքում անցման պայմանների մասին, որովհետեւ նորմալ է, կրկնում եմ, դա հայ-ադրբեջանական փաստաթուղթ չի։ Բայց եթե խոսում ենք նրա մասին, թե Հայաստանը ինչ է ստանում, դա օգոստոսի 8-ի հռչակագրում հստակ գրված է, բայց նաև այս փաստաթղթի մեջ էլ է ըստ էության գրված, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Շատ պարզ է, բայց եւ կանխելով ձեր հարցերի մի մասը, որոնք են եղել հիմնական մտահոգությունները մինչ այս պահը։ Ոչ միայն թրիփի վերաբերյալ, այլ ընդհանրապես այս տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Անվտանգություն, այսինքն ով է պահելու անվտանգությունը, արդյոք երրորդ ուժ է պահելու անվտանգությունը կամ արդյոք այլ ինչ-որ ռազմական ներկայություն է լինելու, ընթացակարգեր, արդյոք լինելու են սահմանային եւ մաքսային ընթացակարգեր եւ արդյոք հայ սահմանապահները լինելու են սահմանին։ Այս երևի հիմնականում այս 3 հարցերն են, ճիշտ է եղել։ Այս բոլոր 3 հարցերին սպառիչ պատասխան է տրված օրերս հրապարակված փաստաթղթում, որովհետեւ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, այդ թվում իրավապահ մարմինները, չգիտեմ, արտակարգ իրավիճակների հետ կապված մարմինները եւ այսպես շարունակ։ Սևով սպիտակին գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապարտվիրակվում, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայություն են ունենալու անձնագրային եւ մաքսային ստուգման վայրերում։ Եվ որևէ խոսք չկա որևէ երրորդ կողմի ռազմական ներկայության մասին։ Այսինքն այս բոլոր 3 անհանգստացնող հարցերին սպառիչ պատասխան է տրված եւ այսպիսով, այսպես ասենք, արտատարածքային միջանցքի մասին խոսակցությունները, մտահոգությունները, այս թեման կարելի է համարել փակված։ Դուք ասացիք, սա վերաբերում է Հայաստանի մասին, բնականաբար հայ-ամերիկյան հայտարարությունը Վաշինգտոնում, նույնը սպասվում է Ադրբեջանի վերաբերող հատվածի հետ կապված կնշվի այնտեղ, եթե դա լինի հայ-ադրբեջանական կամ ամերիկա-ադրբեջանական ինչ-որ պայմանավորով, որ Հայաստանն էլ անխոչնդոտ Տեսեք, եկեք չֆիքսվենք անխոչնդոտ բառի վրա, որովհետև անխոչնդոտ նշանակում է առանց խոչնդոտների։ Հստակ, ընդ որում կան բազմաթիվ փաստաթղթեր ստորագրված, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բազմակողմ ֆորմատներում, որտեղ նշվում է, որ կողմերը անխոչնդոտ կապ են ապահովում իրար։ Անխոչնդոտ նշանակում է առանց արհեստական խոչնդոտների, դա չի նշանակում առանց մաքսային կամ անձնագրային ընթացակարգերի։ Ընդ որում, հենց նույն հրապարակված թրիփի փաստաթղթում էլ է չէ նշված, որ լինելու է այսպիսի ընթացակարգեր են լինելու, հետեւաբար ինքնին այդ փաստաթղթով ֆիքսում է, որ անխոչնդոտ չի նշանակում առանց ընթացակարգերի։ Հաջորդը կրկնում եմ, ինչու է այս փաստաթղթում խոսվում միայն Հայաստանի տարածքի մասին, որովհետև այս փաստաթուղթը նրա մասին, թե ինչպես է գործելու հիմնվելիք հայ-ամերիկյան ընկերությունը, որը գործելու է Հայաստանի տարածքում։ Բնականաբար հետագայում կարող են քննարկումներ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչ-որ տեխնիկական քննարկումներ, որը նորմալ է, ինչպես եւ եղել են, ասենք, Հայաստանի եւ Վրաստանի միջև, երբ որ սահմանակետ է հիմնվել կամ Հայաստանի եւ Իրանի միջև։ Տեխնիկական քննարկումներին անդրադառնանք, ընդդիմախոսները ձեր քննադատները նաև ասում են, եթե իշխանությունները չեն հերքում, ուրեմն հաստատում են, որ ադրբեջանցիները չեն տեսնելու հայ սահմանապահին, հայ մաքսավորին, քանի որ նրանք back office-ում են այսպես լինելու, հա։ Բայց գրած է, չէ, էլի ախր կարդալ հասկացան, կարդալ գիտեն, չէ, այդ մարդիկ գրված է Հայաստանի գերատեսչությունների ներկայացուցիչները ֆիզիկական ներկայություն են ունենալու բոլոր մաքսային եւ կարծեմ անձնագրային կետերում։ Վերջ փակ, ես էլ կարիք չունեմ շարունակելու պատասխանը ձեր հարցին, որտեղ վերջ։ Սա Ալիևի պայմանի կատարումը չէ, որ ադրբեջանցիները չպետք է տեսնեն։ Ախր այդ հարցը ինձ թվում է իմ մեջբերած հատվածով հարցը ուղղակի չքվում է։ Չքվեց այս հարցը, չկա էլ այս հարցը։
Պարոն Ռուբինյան, անդրադառնանք Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տասնամյակներ շարունակ կապված են եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Դուք օրերս ձեր խոսքում նշեցիք, որ մասնակիորեն, փաստորեն ապաշրջափակվել են Հայաստան-Ադրբեջան ուղիները, որովհետև Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից եւ Ադրբեջանից երկաթգծով ապրանք է եկել Հայաստան։ Այո, եւ գալիսը շարունակում է գալ։ Իդեպ ներողություն, սա եւս մի կետ է, երբ որ մեր ընդդիմախոսները ապացուցվել է, որ սխալ են դուրս եկել, որովհետեւ երբ որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունվեց հռչակագիր, ինչ էին ասում մեր գլխավոր ընդդիմախոսները, ասում էին, սա մի փաստաթուղթ է, ըստ որի Հայաստանը Ադրբեջանին տալիս է անցում իր տարածքով, բայց Հայաստանը շարունակելու է լինել ապաշրջափակման մեջ։ Արդյունքում Հայաստանի համար ճանապարհը ավելի շուտ ապաշրջափակվեց, քան թրիփը իրագործվեց։ Եվ սա 100%-անոց փաստ է, որը անհերքելի է։ Շարունակեք ձեր հարցը։ Շնորհակալ եմ։ Նույն տարբերակը հնարավոր է Թուրքիայի պարագայում։ Օրինակ Թուրքիայից գնացքը մտնի Վրաստան, կա երկաթուղի, Կարսախալքալակ երկաթուղին գործում է, Վրաստանից էլ գա Հայաստան։ Հիմա տարբերակ դուք ձեր գործընկերոջ հետ քննարկում եք։ Ես իմ գործընկերոջ հետ ամիսներ առաջ պայմանավորվել եմ, որ պետք է երկու երկրների համապատասխան գերատեսչությունները տեխնիկական հանդիպում անցկացնեն գնահատելու համար այն տեխնիկական պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգիծը վերականգնելու եւ վերագործարկելու վերաբերյալ։ Տեղի ունեցել արդեն երկու նման հանդիպում, հրապարակային ինֆորմացիա դրա մասին տրվել է տեղեկատվություն։ Այսինքն մենք կենտրոնացած ենք Գյումրի-Կարս երկաթգիծը վերականգնելու ուղղությամբ, որովհետեւ ասենք Ադրբեջանից Հայաստան երկաթգծային կապի առումով շատ մեծ են այն հատվածները, որոնք չկան։ Ասենք Սյունիքի հարավի ամբողջ հատվածը նախկին իշխանությունների ապամոնտաժվել է, Ղազախ-Իջևան հատվածում այնտեղ օբյեկտիվ խնդիրներ էլ կան, սողանք եւ այլն եւ այլն։ Իսկ Գյումրի-Կարս երկաթգծի վերաբերյալ վերականգնման իրականում շատ բան չկա, այսինքն մի քանի կիլոմետր է իրենց կողմից եւ մի քանի կիլոմետր է մեր կողմից եւ ցանկության դեպքում հնարավոր է մի քանի ամսվա մեջ արագ դա վերականգնել եւ գործարկել եւ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում։ Իսկ դուք չեք երգում, որ քննարկել եք նաեւ Վրաստանով Թուրքիայից Վրաստան Հայաստան գնաց։ Մենք դրան բան չենք քննարկել։ Չեք քննարկել։ Ես ասում եմ, որ մենք կենտրոնացած ենք Գյումրի-Կարս երկաթգիծը բացելու ուղղությամբ։ Մինչ ընտրություններ նկատի ունեմ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, Թուրքիա, Հայաստան, այս դաշտում ինչ նորություններ կարող են։ Ես չեմ սիրում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լուրեր նախապես հայտնել ոչ թե այն իմաստով, որ ինչ որ թաքցնելու բան ունեմ, այլ որպեսզի վստահանամ, որ տեղի կունենան այն լավ բաները, որոնք սպասում ենք, որ տեղի կունենան եւ վստահաբար դուք էլ եւի թուրքական մամուլում որոշ բաներ կարդացած կլինեք, դրական նկատի ունեմ սահմանի վերաբերյալ եւ երբ որ ժամանակը լինի նորություններ հայտնելու կհայտնենք։ Դառնանք ներքաղաքական խնդիրներին, եկեղեցու բարենորոգման խորհուրդը ստեղծվեց։ Հիմա ձեզ քննադատում են կարծես երկու կողմից էլ։ Ընդդիմախոսները եւ Մայրաթորը ասում է իշխանությունները խախտում են սահմանադրությունը, որովհետեւ սահմանադրության համաձայն եկեղեցին ու պետությունը անջատ են։ Մայրաթորը չի ասում, Կտիչ Ներսյանն է ասում։ Ձեր կողմնակիցները ասում են դուք գտնում եք, որ Գարեգին երկրորդ թևի շրջապատը Ռուսաստանի գործակալ է, ինչու՞ չեք արագացնում գործընթացը, ինչը նշանակում ամիսներ շարունակ այսպես գործընթացը ձգել, ինչ կարող եք ասել։ Դե նախ ֆիքսենք էլի ո՞րն է խնդիրը։ Հայաստանում չկա խնդիր իշխանության եւ եկեղեցու միջեւ։ Հայաստանում կա խնդիր իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ Կտրիչ Ներսիսյանի եւ իր մոտ շրջապատի միջեւ։ Ո՞րն է այդ խնդրի աղբյուրը։ Կարելի է երկու մասի բաժանել այդ խնդրի աղբյուրը։ Աղբյուր 1 հոգեվոր խնդիր, այսինքն պարզվել է, որ Կտրիչ Ներսյանը, որը ուխտ է տվել լինել կուսակրոն չի, խաբել է ինքը։ Իսկական երթում է տվել բարիս բուն իմաստով, Աստծո առաջ երթում է տվել, խաբել է։ Եվ հետեւաբար խնդիր է առաջանում, էլի, առնվազն երեսպաշտության խնդիր է առաջանում։ Դա հոգևոր մասն է։ Եվ իհարկե, գիտեք, այդտեղ գործընթաց կամ ինչ-որ խնդիրներ կային Արշակ, Սրբազանի հետ կապված եւ այլն։
Բայց ինձ համար շատ ավելի կարևոր է հարցի քաղաքական կոմպոնենտը։ Մենք ինչ իրավիճակ ունենք։ Ունենք իրավիճակ, երբ որ հաստատված է, որ Կտիժ Ներսյանի հարազատ եղբայրը Եզրաս arczepiskopos-ը Կարո անունով KGB գործակալն է։ Հաստատված է, հրապարակվել է ԱԱԾ կողմից փաստաթուղթ, որը ապացուցում է դա։ Եվ Կտիժ Ներսյանը ոչինչ չի անում դրա վերաբերյալ, ոչինչ։ Եվ ոչ Կտիժ Ներսյանը, ոչ Գերագույն հոգևոր խորհուրդը չեն անդրադառնում այդ հարցին։ Մինչդեռ երբ որ օրինակ ամիսներ առաջ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը ընդամենը ողջունել էր խաղաղության օրակարգը, հատուկ դրա համար Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություն արեցին, ասելով, որ Վազգեն Սրբազանի ասածները իր անձնական կարծիքն են եւ ոչ Մայրաթորի պաշտոնական դիրքորոշումը։ Բայց օրինակ երբ որ պարզվում է, որ Եզրասը Կարո անունով գործակալն է, Գերագույն հոգևոր խորհուրդը նման հայտարարություն չի անում։ Այստեղից ես կարող եմ եզրակացնել, որ կամ Կտիժ Ներսյանը նորմալ է համարում, որ KGB գործակալը կարող է լինել ռուսայոց թեմի առաջնորդ կամ ինքն էլ է KGB-ի գործակալ։ Հաջորդը հաստատված է, որ Բագրատ Գալստանյանը, նույն ինքը Վազգեն Գալստանյանը, խոսքը Բագրատ arczepiskopos Գալստանյանի մասին է, Տավուշի թեմի նախկին առաջնորդ, որը հիմա քրեակատարողական հիմնարկում է, որովհետև մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման մեջ։ Հաստատված է, ինքն է խոստովանել, ինքն է հրապարակավ ասել, որ ինքը շփվում է օտարերկրյա ուժային կառույցների հետ, իր բառերն կառույց չեն, ներողություն, կենտրոն, օտարերկրյա ուժային կենտրոնների հետ, որոնք իրեն կոչ են անում փոխել իշխանությունը Հայաստանում, որովհետև եթե չփոխի, Հայաստանում այսինչը կլինի, այնինչը կլինի։ Այսինքն ունենք եւս մեկ հաստատված դեպք, երբ որ օտարերկրյա ուժային կենտրոնները ազդում են arczepiskopos-ի վրա եւ սա ազգային անվտանգության հարց է դառնում արդեն։ Կներեք, ներողություն։ Ներքաղաքական իմաստով, սա արտաքին քաղաքական իմաստով, ներքաղաքական իմաստով մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մենք ունենք մի մարդ Կտիժ Ներսյան, որը կոչված է լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ինչ է նշանակում ամենայն հայոց կաթողիկոս։ Բոլոր հայերի կաթողիկոս։ Հիմա մարդը, որը պետք է լիներ ամենայն հայոց կաթողիկոս, որոշել է չլինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ինքը որոշել է լինել քոչեանականների, սերժականների, լևոնականների եւ ռուս բիզնեսմենականների կաթողիկոսը։ Շատ լավ, ուրեմն ինքը պետք է լքի ամենայն հայոց կաթողիկոսի գահը եւ վերհարանը, որովհետեւ դա ամենայն հայոց կաթողիկոսի համար է, ոչ թե ամենայն սերժականոց, քոչեանոց եւ ռուս գործարարոց եւ լևոնականոց։ Դուք կարծում եք ամենայն հայոց կաթողիկոսը կամ ինչպես դուք եք ասում Կտրիչ Ներսիսյանը նման դիրքորոշում ունի, նման կեցվածք ունի, նման քաղաքականություն է իրականացնում, սպառնալիք է երկրի անվտանգությանը եւ ամիսներ շարունակ նման իրավիճակը պահպանվում է։ Ես ձեզ փոխանցում եմ ձեր կողմնակիցների քննադատությունը։ Ես հասկանում եմ դա, բայց մյուս կողմից մեր գործելակերպը եղել է միշտ այնպիսին, որ մեր գործելակերպը պիտի համապատասխանի մեր երկրի բոլոր օրենքներին։ Օրինակ, երբ որ մենք ընդդիմադիր էինք, էլի մեր աջակիցները կամ ոչ միայն մեր աջակիցները, ընդդիմադիրներ այն ժամանակվա, ովքեր որ ընդդիմադիր էին Սերժ Սարգսյանին, մեզ մեղադրում էին, որ ինչի հենց հիմա չեք գնում, չգիտեմ, գրոհում կառավարության շենքը կամ այս ինչու է այսքան երկարում Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Բայց արդյունքում, թեկուզ անցնելով քննադատությունների միջով, մենք անցանք մի կետի, երբ որ մենք առանց մեկ կաթիլ արյան, յովին խաղաղ, առանց որևէ օրենք խախտելու Սերժ Սարգսյանին հեռացեցինք իշխանությունից։ Նույն կերպ մենք վարվելու ենք Կտրիչ Ներսյանի։ Կարող եք ավելի մանրամասնել, գուցե ժամանակը, գուցե ավելի հստակեցնեք մեխանիզմը։ Բայց ամեն դեպքում տեսնում եք, չէ՞, ինչպես ամեն ինչ սկսվեց։ Սկսվեց նրանից, երբ որ ոչ ոք ռիսկ չէր անում աջակցել այն բարեկնորոգման օրակարգին, որը վարչապետը որպես առաքելական եկեղեցու հետևորդ առաջ էր տանում։ Հետո անցավ մի փոքր ժամանակ, Տեր Արամը միացավ։ Այսինքն Տեր Արամը ձայն բարձրացեց։ Հետո եւս երկու ոչ կուսակրոն քահանա, Տեր Թադեն եւ միացան Նախաձեռնությանը։ Այո, եւ եւս մեկ քահանա, ներողություն անունը մոռացա։ Հետո թվում էր թե լավ 3 քահանա է ընդամենը, բայց կուր է Կտրիչ Ներսյանի խումբը։ Հետո 10 եպիսկոպոս միացավ։ Հասկանալի է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ իշխանության ձեր ծրագիրը հետեւյալն է՝ մեծամասնություն ստանալ
հայաստանյաց առաքելական։ Իշխանության չէ, կրկնում եմ, այստեղ մենք ինստիտուցիոնալ պայքարի ծրագիրը հետևյալն է, մեծամասնություն ստանալ հայաստանյաց։ Չէ, սա կարևոր է, էլի։ Մենք իրավիճակ չունենք, որ ինստիտուտների պայքար չկա։ Թողնենք իշխանություն բառը, ծրագիրը հետևյալն է, մեծամասնություն ստանալ հայաստանյաց եկեղեցու ներսում եւ չէ, մեծամասնություն մեզ աթոռազրկել Գարեգին երկրորդին։ Չէ, որովհետեւ խոսքը մեր ծրագրի մասին չի։ Արդեն կա խումբ, բարենորոգման խումբ, որը առաջնորդում են, դե այդ խմբի ծրագրից կխոսեն խմբի անդամները, ես խմբի անդամ չեմ եւ arczepiskopos էլ չեմ, ոչ էլ եպիսկոպոս։ Վերջին հարցը, պարոն Ռուբին։ Բայց ներողություն ավարտելով, էլի։ Հիմա կա խումբ եւ ի ուրախություն մեզ եկեղեցու ներսուց, հիշում եք, չէ, առաջ մեզ քննադատում էին, ասում էին, այո, գուցե այն հացերը, որ դուք բարձրացնում եք, ճիշտ են, բայց դրա մասին թող եկեղեցու ներսում խոսակցություն գնա։ Ահա, դե ինա ներսում եկեղեցու խոսակցություն գնում է 10 եպիսկոպոս եւ arczepiskopos եւ մի քանի վարդապետ բարենորոգման օրակարգ են առաջ քաշել, մենք էլ դրան աջակցում ենք որպես ժողովրդի մաս։ Էդ է պլանը։ Բայց կտիշներսեն ձև չունի, ինքը պիտի գնա, որտեղ ինքը ամենայն հայոց կաթողիկոս չի։ Ինքը կարող է դուրս գալ Վեհանանից, թող Քոչյանը, Սերժ Սարգսյանը, ռուսաստանցի բիզնեսմենը իրան մի հատ շենք սարքեն, թող նստի, վերևն էլ դնեն, չգիտեմ, մեր կաթողիկոսարան, թող իրանց կաթողիկոսը լինի, Աստծո սիրուն, բայց մեզնից թող հեռու մնա։ Պարոն Ռուբինյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, կհանդիպենք։